Այս տարի բարի կենդանի տոնը հայ եկեղեցին նշում է մարտի 2-ին, մեծ պահքին նախորդող օրը։ Բառացի այն նշանակում է կենդանություն, բարի կյանք։ Հնում բուն բարի կենդանը նշվել է որպես թատերականացված հանդիսությունների ու ծիծաղի օր։ Հանդիսությունների ժամանակ մարդիկ կրում էին տարբեր կենդանիներ պատկերող դիմակներ եւ ծաղրում միմյանց։ Հիշում այն ժամանակները, երբ մարդն անմահ էր դրախտում եւ օգտվում էր ամեն տեսակ հաճույքներից։ Դրախտային կյանքը, վայելքը ամենևին այն վայելքը չէ, որ ասում ենք ամենուրեք վայելք բառի իմաստը տեսնում ենք, դա անմահություն էր, Աստծո ներկայությունն էր, ամեն ինչից օգտվելու թույլատվությունը եւ որպես հիշատակ հետագայում այդ կորցված դրախտի, այսօր մենք նշում ենք բուն բարի կենդանը, որը որ հիշատակն է դրախտային այդ վայելքների օրերի։ Բուն բարի կենդանը բացի խրախճանքներից եւ կերուխումից նաեւ ազատության օր է։ Այդ օրը մարդիկ սքից անցնում են ուրախության, չարչարանքից խաղաղության։ Դա վերջին օրն է կենդանական ծագում ունեցող կերակուրներ ուտելու համար, որից հետո սկսվում է մեծ պահքի 40-օրյա ճանապարհը։ Այն տևում է 48 օր բուն բարի կենդանից մինչեւ Սուրբ Զատիկի տոնը։ Մարդիկ այդ օրերին պահք են պահում։ Երկար եւ հոգեվոր ճանապարհ է սպասվում այն մարդկանց, ովքեր ճշմարտությամբ կմտնեն պահքի շրջանի մեջ եւ կհրաժարվեն երկրային հաճույքներից, ասում է Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանը։ Նպատակը պահքի ոչ թե ուտել-չուտելն, այլ սննդի միջոցով մարմինը տակարացնել, որպեսզի հոգին զորանա։ Մարդու կատարելագործման ճանապարհն է, որը որ պահքի միջոցով է կատարում։ Պահքը ըստ ցանկության է, ոչ ոք որևիցե մեկին իրավունք չունի պարտադրելու պահք պահել կամ չպահել։ Անձը ինքն է որոշում, իր որոշումն է դա։ Մենք պարզապես հորդորում ենք, որ պահքը քրիստոնյա համար անհրաժեշտ է, ինչպես եւ աղոթքն անհրաժեշտ։ Բնականաբար պահոց շրջանում բացի կերակուրից մարդ պետք է ուշադրություն դարձնի իր հոգեվոր վիճակին։ Առաջնահերթ պետք է առատանան թե աղոթքը, թե աստվածպաշտությունը, թե ողորմածությունը, թե սերը դիմացինի նկատմամբ, որովհետեւ իմաստ չունենա պահքը, եթե մենք սեր չունենանք դիմացի նկատմամբ։ Քահանա Ղևոնդյանի խոսքով ամեն տեսակ առատ ուտելիքները մարդու մոտ առաջացնում են ցանկություններ, որոնք խանգարում են նրա հոգևոր վերելքին։ Նա համոզված է, որ այսօրվա երիտասարդներն ավելի են մոտեցել մեր եկեղեցուն եւ նրանցից շատերն են պահքի բուն խորհուրդը հասկանում։ Սակայն հարցումների արդյունքն այլ բան է ասում։ Պահք պահելու եք, ինչպես եք դա անցալում։ Այո, պահում ենք, մենք բայց տարբեր ենք, մենք իրակահայեր ուրիշ սևի ենք պահում։ Ինչպես եք պահում։ 40 օրի չէ պահքը, 50 օր, կաթ չենք ուտում, պանիր, միս։ Պահքը հիգիենան մարդու պահպանում է, բարձր մակարդակի վրա։ Գիտեք նայած թե ով ինչի համար է դա անում, կա որ մարդ իր հոգու համար է անում, մարդկա առողջության համար է անում, իմ կարծիքով պահքը դա առողջության համար չի, դա զուտ կրոնական ծիսակատարություն է, որ նկատի ունեն, որ Աստծո համար պետք է նման պահք կատարել։ Ես անձամբ չեմ կատարում։ Ես տեղյակ եմ, որ դա նաև նկատի ունեն սեռական կյանքը, որ պետք է հրաժարվեն այդ ընթացքում սեռական կյանքով ապրելուց։ Չի ստացվել էլ իմ մոտ, բայց որ պահենք ճիշտ կլինի։ Ես չեմ հետևում, սաթեիստ եմ։ Հոգու մաքրության համար է դա։ Հոգիտ է մաքրվում եւ ինչքան չար բան կա, քո մեջից դուրս է գալիս։ Չգիտեմ։ Ես այդ բաներից շատ հեռու եմ կներեք, ոչ մի բան չեմ կարող։ Ընդհանրապես գաղափար չունեմ այդ մասին։